Ես ուղղակի ուզում եմ իմ խոսքս ուղղել ղեկավարությանը, որ այս անտրամաբանական երևույթը դադարեցնեն, որտեղ յուրաքանչյուր աշխատելիս ստեղծում է իր իսկ համանյութական բարիքներ, բայց նաև հարկատու է պետությանը եկամտահարկի տեսքով, զինվորի գումարի տեսքով։ Մենք աշխատավոր մարդիկ են, որոնք ունեն զինվորի մայր, ուսանողներ, որոնք բանկերում ուծումներ ունեն, աշխատող ժողովրդին չի կարելի այսպես ստրեսի ենթարկել անհիմն պատճառով, այսպես դադարեցնել աշխատանքը։ Պարոն Ծառուկյանը ինքը մեծ սերունդ է դաստիարակում երկրում, գնացեք այդտեղ Դավիթ Հաշենի մեծ կոմպլեքսը, որտեղ մատաղ սերունդը դաստիարակվում է, առողջ դաստիարակություն սպորտ է հովանավորում, ես ականատես եմ եղել ինչքան բարեգործական բաներ արել մարդկանց համար։ Ուղղակի ես դատապարտում եմ այս երևույթը եւ Աստված օգնի, օգնական լինի այդ մարդուն, իրեն տա համբերություն, հանգստություն, որ լուծվի այս անարդար իրավիճակը։ Եթե աշխատանքը չվերաբացվի, ձեր քայլերը որոնք են լինելու։ Գիտեք, աշխատանք չեն վերցնում աշխատող մարդու ձեռքից։ Ես այսպես հասկացա, հետևելով այդ քաղաքականությանը, հասկացա, որ թիրախը ընդամենը այդ վանդակում եղած գազաններ, այդ գազանի հարցը լուծվեց իր իսկ ձևով, ոնց որ սովորա լուծելու։ Մնացած հարցերը ես գիտեմ, հույս ունենամ, որ ժողովուրդը առողջ կդատի, կկանգնի այդ մարդու կողքին ու իրավիճակը կշտկվի օգուտ այս աշխատավոր մարդկանց օգտին։ Ինքը մեզ հետ է, մենք իր հետ ենք։ Այդ օրը երկուշաբթի խուզարկության ներկա եք եղել դուք։ Ես ինձ հետ դեպք է պատահել, ոտքս կոտրված ա եղել, ես տանն եմ եղել, բայց իմ աշխատողների խուճապը, որ զանգահարում են, որ դիմակավորված մարդիկ ներս են մտնում հյուրանոց, որտեղ կան հյուրեր, մեզ մոտ հարսանիք էր, գեղեցիկ հարսանիքի արարողություններ, աշխարհի տարբեր տեղերից հյուրեր էին եկել, այդ վախի մթնոլորտը, որ սփռել էին ամբողջ հյուրանոցում ու դատարկել են հյուրանոցը, անհիմն պատճառով։ Ներդրումների մասին խոսող իշխանությունը այս ձևով ներդրումներ կկարողանա ներգրավել։ Ես չեմ ուզում խոսել ներկա իշխանության մասին, ես ոչինչ չունեմ ասելու։ Արարքը ինքնին վանդակում չեն սպանում գազանին, ինքը արդեն պաշտպանված է։ Նույնն էլ ժողովուրդը, այստեղ պաշտպանված մենք աշխատում ենք, որ ապրենք, ինչի համար մենք պիտի այստեղ անգործ լինենք այս պահին։